Սյունիքի մարզի Ագարակում, Մեղրիում ու Քաջարանում իրենց նախընտրական ծրագիրը ներկայացրին Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները։ Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով իրենք մյուս քաղաքական ուժերից տարբերվում են արտաքին քաղաքական տեսլականով եւ եվրոպական ուղղությամբ շարժվելու մոտեցմամբ։ Նրա խոսքով Հանրապետություն կուսակցությունը կողմ է Հայաստանի դեպի արևմուտք ինտեգրմանը եւ Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը։ Հայաստանի Հանրապետության ամենախիտ բնակեցված վայրը լինելու է Սյունիքը, լինելու է Մեղրին։ Այս տարածքը լինելու է Հայաստանի Հանրապետության ամենաթանկ քառակուսի մետրով տարածք։ Հանդիպումների ընթացքում կուսակցության անդամները զրուցեցին տեղի բնակիչների հետ, լսեցին նրանց մտահոգություններն ու առաջարկները, քննարկվեցին սահմանային անվտանգությանը, ճանապարհաշինությանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ մարզի զարգացմանը վերաբերող հարցեր։ Տարածաշրջանը, մասնավորապես Մեղրին, իսկապես յուրահատուկ վայր է։ Հայաստանի պետականության հենքը եղել է Սյունիքում։ Լեռնահայաստանն է եղել այդ պետականության հենքը։ Բնակիչներին հետաքրքրում էին նաև սոցիալական ծրագրերը, երիտասարդների զբաղվածության հնարավորություններն ու գյուղատնտեսության աջակցության մեխանիզմները։ Կուսակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ Սյունիքի զարգացման ուղղված ծրագրերը լինելու են իրենց քաղաքական օրակարգի կարևոր բաղկացուցիչը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։